Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիր։ Բարի լույս աշխարհի ամենահավատարիմ հեռուստադիտողին մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Վրեժ Կիրակոսյանը եկել ենք արթնանալու ձեզ հետ միասին, իսկ արթնանալու համար հարկավոր է լավ երաժշտություն, այնպես որ առաջարկում եմ այս պայն մի լավ տեսահոլովակ։ Այո, սիրով դրական տրամադրվածությամբ եւ ուրախ լավ տեսահոլովակ այս։ Գնացինք։ Արթնացանք միասին, ճիշտ ժամանակն է, որպեսզի անդրադառնանք պրոֆեսիոնալ նորաձևության թեմային, ինչ հագնել, ինչպես հագնել, ինչպես ներկայանալ, ուր գնալ, այս եւ այլ գաղտնիքների մասին, իհարկե կարող է խոսել մասնագետը, ում անունն է Նաիրա Հարությունյան։ Եկեք գնանք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Ողջույն սիրելիներս, մենք կրկին քայլելու ենք նորաձևության հետքերով։ Այս անգամ վերադառնում ենք ակունքներ, քայլեցինք։ Այսօր նորաձևությունը ապրում է իր ամենահետաքրքիր փուլերից մեկը։ Այն դառնում է ոչ միայն արտաքին տեսքի մասին, այլ նաև իմաստի, հարմարավետության եւ անհատականության։ Առաջին հիմնական ուղղությունը գիտակցվածությունն է։ Ավելի ու ավելի շատ բրենդեր հրաժարվում են արագ մոդայից եւ անցնում են որակի, էկոլոգիական նյութերի եւ երկարատև օգտագործման գաղափարին։ Բնորդներն են փոխվում, քանակի փոխարեն ընտրելով մտածված զգեստապահարան։ Երկրորդ կարևոր թրենդը անհատականացումն է։ Համընդհանուր ստանդարտները նվազում են, մոդան հեռանում է ինչ հագնել խիստ կանոններից դեպի ինչպես արտահայտել քեզ գաղափարը։ Սա նշանակում է, որ տարբեր ոճերի, ժամանակաշրջանների եւ տրամադրությունների համադրումը կդառնա նորմա։ Երրորդը հարմարավետությունն է, որը մնում է մեզ հետ։ Գլոբալ փոփոխություններից հետո մարդիկ պատրաստ չեն զոհաբերել հարմարավետությունը հանուն արտաքին տեսքի։ Այդ պատճառով փափուկ գործվածքները, ազատ ձևացքները եւ ֆունկցիոնալությունը կշարունակեն զարգանալ, բայց միաժամանակ կդառնա ավելի էսթետիկ։ Մեզ սպասում է նաև տեխնոլոգիաների ակտիվ ներմուծում, խելացի գործվածքներ, թվային մոդա, վիրտուալ փորձարկումներ, իրական եւ թվային հագուստի սահմանները աստիճանաբար կջնջվեն։ Եվս մեկ կարևոր կետ՝ վերադարձ դեպի զգացմունքներ։ Մարդիկ ցանկանում են զգալ հագուստի միջոցով ուրախություն, ինքնավստահություն, ուժ։ Այդ պատճառով մոդան կդառնա ավելի արտահայտիչ գույների, նյութերի եւ դետալների միջոցով։ Արդյունքում 5 տարի անց մոդան կդառնա ավելի անձնական, գիտակցված եւ տեխնոլոգիական։ Դե ինչ, եւս մեկ անգամ հասկացանք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Ձեզ հետ Նաիրա Հարությունյանն է մնացել բարը։ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարին եւ այս պահին իհարկե ունենք հյուր։ Ունենք հյուր, մինչ հյուրի ներկայացնելը նշեմ, որ իմ ձեռքում է Նարգիզի բույրը գիրքը եւ իհարկե քոր եկող հոգին, եթե կհիշեք, այս երկու գրքերի հեղինակը Ասատուր Հակոբյանն է, բայց այսօր Ասատուր Հակոբյանը եկել է մեկ այլ հետաքրքիր նորությամբ, որի մասին էլ մենք կզրուցենք։ Ապրիլի 5-ին ժամը 14:00-ին Բոհեմ թատրոնի դահլիճում Ֆրանսիա բնակ գրող Ասատուր Հակոբյանը առաջին անգամ իր հարազատ հայ հանդիսատեսին կներկայացնի խաչմերուկում ստենդափը։ Ֆրանսիայի ու Հայաստանի արևելքի ու արևմուտքի խաչմերուկից պատասխանները դնելու երբևէ չպատասխանված կամ թյուր պատասխանած հարցերին։ Առաջարկում ենք հենց այս մասին զրուցել մեր հյուրի հետ, Ասատուրն արդեն մեր տաղավարում է։ Բարի առավոտ Ասատուր ջան։ Բարդ։ Ոնց եք։ Շատ լավ։ Որ խաչմերուկից եք եկել մեզ մոտ Ասատուր ջան։ Տարբեր խաչմերուկներով եմ անցել, տարբեր էին, շատ էին։ Քարքարոտ ճանապարհներով եկել հասել եք մեզ մոտ եւ նախորդ անգամ երբ մեր հյուրն էիք, մենք խոսում էինք ձեզ հետ որպես գրքերի հեղինակ, հա, երկրորդ գիրքն էր լույս տեսել եւ շատ մեծ արագությամբ ստեղծվեց մի նոր բան, ստենդափ, սա առաջին անգամ է ձեր կյանքում։ Այո, առաջին անգամա նորություն է լինելու։ Մի նորություն եմ փորձում, չգիտեմ, իմ տեսակն է ամեն անգամ պիտի մի նոր բան անենք, ես միշտ ասում եմ լավ չի, որ ինչ-որ անհատականությունների հետևը թաքնվում ենք, մեզ անհատ համարելով, դա մեզ փոքրացնում է։ Պիտի տարբեր ուղղություններ նայենք ու վերջին հաշվով ստենդափն իրեն ինչ է ներկայացնում, մեր կյանքում տեսած բաները ուղղակի սրատեսություն է պետք է ամենավորսալու համար ու այդքան է։ Հիմա խոսալու եմ իմ կյանքի փորձից, անցած ճանապարհից, իմ նկատած բաներից, արդեն մնացածը դե արդեն հանդիսատես է գտադի։ Մինչ ձեր անդրադարձը ստենդափ ժանրին առհասարակ սիրել եք ստենդափ, նայել եք, հետևել եք, կա կանոնակարգ, թե դուք ձերն եք ստեղծել։ Իմը ստեղծելը չգիտեմ, տենց ինչ որ չեմ հետևում մյուսների օրինակներին, ես այսօր համարում եմ, որ հասել ենք մի հատ ժամանակաշրջան ու առհասարակ ես իմ ողջ կյանքում չեմ սիրել ինչ որ շրջանակների մեջ բաները, որ գնում ես հստակ կա, գիտե ինչ պիտի լինի։ Իմ մոտ այդ պայթյունավտանգ, այդ իպրովիզ կողմը միշտ դուր է եկել։ Խոսալու եմ ինչպես խոսում եմ ձեր հետ, պատմելու եմ ինչպես պատմում եմ ընկերներիս դեպքերն ու իրադարձությունները, կընդունվի ինչպես կընդունվի, բայց փաստացի ընկերական շրջապատում լավ է ընդունվում
ու ոչ մի ինչ որ պատճառ չկա, որ անկերական շրջապատից դուրս ուրիշ կերպ ընդունվի, վստահ եմ, որ լավ կստի։ Այ հետաքրքիր է այս ամենից առաջ, հա, քանի որ ստեղծագործում եք, եղել են առաջարկներ այլ արտիստների կողմից ստենդափ տարբերակով ներկայացնելու, չգիտեմ, ինչ որ սցենարի վերածելու ձեր աշխատանքները, թե գաղափարը ձերն էր կամ ընկերներն էր, ինչպես եղավ, որ սա, այսինքն առաջացավ ու հիմա այսօր իհարկե հետաքրքիր բաներ լինել։ Գրքի պարագայում սկսած արդեն հա գիրքընթերցողները բազմիցս ասում են, որ պետք է սցենար դառնա։ Իդեպ Նարգիզի բուրը ես արդեն վերացել եմ սցենարի, տարբեր ուղղություններով աշխատում ենք դրա շուրջ։ Մնացածը արտիստ ընկերներ շատ ունեմ, հետները խոսելուց լինում է անգամ, որ իմ խոսքերից եւ այլն ասում են, որ իրանց միջոցառումներին, առիթներին անպայման կի կիրառեն, ու եթե այդ խրախուսող խոսքերը չլինեին, այդ անընդհատ գնա արա, միգուցե այսօր այդ ծրագիրը չլիներ։ Իդեպ այդ մեղավորներից մեկը հենց քո կողքը նստածա, որ Գաղտնիքը բաց։ Ես էլ ասում եմ խի ձայն չի հանում, սոցը չի գալիս։ Լուր։ ու ասեմ, որ ոչ միայն պարզապես բավարարում էր Անահիտը միշտ ասելով ինչի չես անում, այլ գրեթե վրես միշտ բարկանում էր, որ արա տարբերակ չթողնելով։ Ասեմ Անահիտ ջան, որ այսօր եթե քո այդ քաջալերումներով այդ պնդող կողմը չլինել, այս ամենը այսօր դժվար թե իրականություն։ Ես ուրախ եմ ուրեմն ինձ համար էլ մեղավորներից մեկը Ասատուր ջան, բայց իրականում ինձ մեկ այլ բան է հետաքրքիր, շատ արտիստներ մենք ունենք, որ Հայաստանում անում են ստենդափ, բայց մեկ այլ բան է, երբ մարդը Ֆրանսիայից է ու երկար տարիներ այնտեղ է ապրում, ինձ թվում է այս հենց խաչմերուկում ասվածը, հա, պետք է համեմատականներ անցկացնի, ինչպես է գրվել սցենարը եւ ի վերջո ինչի մասին, ինչ թեմաներին է անդրադառնում, հա, ինչ է քեզ հուզում այսօր։ Ասեմ, որ Անահիտ ջան, նախ եւ առաջ ես ինձ արտիստ չեմ համարում, արտիստի մեջ մի տեսակ արհեստական կողմ եմ տեսնում, հենց իմ ասացի իմաստը այնա, որ բնական ինչ տեսել եմ դրանից խոսամ եղածի շուրջ, ոչ թե արտիստ տեսակն եմ ես վատը համարում կամ արհեստական, ես իմ պարագայում դրա մեջ արտիզմ չեմ տեսնում, այն պարզ պատճառով, որ խոսելու եմ իմ տեսած բաների մասին, իմ նկատած բաների մասին։ Ինչ որ ստեղծագործ բան չի, այլ տեղեր կան, որ ինչ որ կարծրատպերի բախումներ են լինում եւ այլն, որ զուտ հորինված կա, մնացած դեպքերում կյանքում պատահած դեպքեր են լինում։ Խաչմերուկում, ինչի խաչմերուկում, որովհետեւ արդեն շատ լավ ասեցիր, ապրում են Ֆրանսիայի ու Հայաստանի խաչմերուկում, ու Ֆրանսիան ու Հայաստանը ներկայացնում են, Ֆրանսիան ներկայացնում է իրական արևմուտքը, Հայաստանը ներկայացնում է իրական արևելքը։ Այդ մեծ բախտավորությունն է, որ տանես արևելքի արժեքները, հղկես արևմուտքի ոսկերիչների ձեռքերով ու բերես նրան, որ կարողանաս թե Ֆրանսիայի լավը տեսնես, թե այնտեղի մի տեսակ արհեստական ու գազ Հայաստանում ինչ որ էլի լավը տեսնես ու մի տեսակ չհղկվածը դրանք ներկայացնես հումորի տեսքով, իմ կարծիքով մի տեսակ երբեմն հեգնանքի տեսքով, իմ կարծիքով դրանից լավ հաղորդագրությունը չի կարող տեղացնել։ Այսօր նպատակս դա է, նորից եմ ասում, նպատակներն ունենալը մի բան է, նպատակին ճիշտ հասցնելը մի ուրիշ բան, դեռ կտեսնենք ոնց կստացվի։ Ինչ է քեզ համար հումորն առհասարակ կյանքում, ինչքանով ես կարևորում հումորի դերը եւ հանդիսատեսին ուզում ես ծիծաղեցնել, թե կա այլ ասելիք, որ գուցե այդքան չծիծաղեն, բայց սարսռան օրինակ։ Հումորը իմ համար ավելի շուտ մտածելու տեղիք տվող մի բան է, հումորը պարտադիր չի, որ այսօր ինչ որ էկրաններում տեսնում ենք մեկը մատ ինչ որ ծեծված խոսքա կրկնում, ինչ էկրաններին երևալու համար ինչ որ բորենիների պես բարձր ծիծաղում են, որ ցույց տալ մի լավ բանի, ինչ որ հասկացել են հումորը։ Հումորը դրա մեջ չի, հումորը պիտի լինի սուր, երբեմն մտածել տա, հումորը կարող է ես քո հետ այսօր մտ հումոր անեմ, դու 2 ժամ հետո մեքենայում ծիծաղաս, որտեվ այդ ընթացքում մտորումներ է մոտդ առաջացել։ Հարցադրումը շատ ճիշտ է Անահիտ ջան, այսօր հումորը իմ համար կյանքում ոչ թե հումորն այդպեսին ցկտում եմ, որ հումոր լինի, առհասարակ մեր մարդ մեքենան այսպես է կառուցված, ես իրականում ձեզ տեսնում եմ, բայց ձեզ ոչ թե տեսնում եմ իմ աչքերով, այլ լույսի խաղը բերում եմ մոտ, ես ձեզ վերարտադրում եմ իմ ուղեղի մեջ։ Եթե մարդ իր մտքում սուր է լինում, այդ ամեն ինչը տեսնում է, այդ ամեն ինչը իր մտքում նույն ձև վերարտադրում է, բավական է տեսածը վերարտադրես ու արդեն ամեն ինչը այսօրվա մեր մեկնաբանությամբ ասում ենք հումոր, բայց ուղղակի այդ չտեսնված հումոր իրականում ինչ է, որ նկատել ենք մի բան, որ մյուսը չի նկատել, մի նրբություն, մի մանրուք։ Եթե այդ մանրուքներից խոսում ենք, արդեն ծիծաղ է առաջացնում, ժպիտներ է գողանում։ Հումոր ասածը մի ամբողջ կյանք է, ես որ հումորը չեմ առանձնացնում իմ կյանքից։ Ինչպես ասում է ժողովրդական խոսքը, չի ասում էլ ինչ հումոր, որ դրա 50%-ը ճիշտ չլինի, չէ՞, լավ խոսք կա, չէ՞, Անահիտ։ Հիմա այս ճշմարտությունը իրականության մեջ է եւ նաեւ այս կարեւոր բանը կա։ Լավ, որպես արդեն արտիստ բեմում ոնց է ստացվում, չեք նեղվում փորձերը եւ այլն։ Ես որ ճիշտ ասեմ, չգիտեմ կստացվի, թե չէ առաջի անգամ։ Անահիտը գալիս է փորձերին։ Չէ, փորձերի ոչ ոք չի գալիս, մենակ եմ անում։ Կստացվի, ինչ կստացվի։
Վստահ եք, որ լավ է ստացվելու, իհարկե Վստահ եմ, որ լավ է ստացվելու, չստացվելն էլ է լավ ստացվել, որովհետև այսօր դա էլ է ծիծաղալու, որ ինչ որ մեկը բեմի վրա սայթակում է, ինչ որ ուզածը չի ստացվում, այդ արդեն ծիծաղալի ու հումոր է, դա հենց որ ինչ որ դրանից չեմ քաշվում, բա որ չստացվի։ Գիտես, Վրեժ ջան, որ այսօր մի բանը չես անում, 100% չստացված է, որ անում ես 50% շանս կա, որ կարա ստացվի։ Հիմա ես այսօր Եվ կարող է նաև 100% ստացվի։ կարող է նաև 100% ստացվի։ Մենք այսօր ոչ մեկս այդ լյուքսը չեն կարող մեզ թույլ տալ այդ 50% շանսը ձեռքներիցս բաց թողենք, ասենք, բա որ չստացվի։ Ում եք աշխատում։ Մենակ։ Ամեն ինչ ինքն իր համար միայնակ է անում, իսկ սա հետաքրքիր ներկայացումը կամ ստենդափը այս պարագայում ունի երաժշտական ձևավորում, ռեժիսորական լուծումներ, Շուտ տեխնիկական միգուցե։ Բոլորովին։ Ուղղակի բեմում մի հատ լույս եւ դուք բեմում մի հատ լույս եւ այդ լույսը ես եմ ասում Ասատրի Հակոբյանը համեստաբար իր մասին։ Ես ավելի շատ կուզենայի իմանալ վախեր չկան, որովհետեւ մի բան է երբ առաջին անգամ է եւ դեռ չես փորձել, չի փորձարկվել, ամեն դեպքում ներսում կարող է լինել տագնապ կամ անվստահություն։ Չէ, բոլորովին տագնապ ու անվստահություն չկա, վախեր չկան։ Որ ճիշտն ասեմ, հարցը ինչ հաճախ են տալիս, հիմա մոտս մի տեսակ հարցեր եմ տալիս, ինձ ասում եմ միգուցե մի քիչ Հիմա հատուկ վախացնում եմ, անհանգստացիր։ Միգուցե անգիտակից եմ պիտի վախենամ, հիմա որ մի քիչ երկար կրկնեք, սկսեմ վախենալ, բայց այս բանին Բայց չափավոր տագնապ պետք է լինի, ասեմ։ Մոռանում ենք այս հարցի մասին։ այս մասը կկտրենք։ Անշուշտ, տեսեք, նախորդ եթերի ընթացքում, երբ խոսում էինք ձեր գրքերից, դուք միշտ խոստանում եք ու կատարում եք ու շատ արագ։ Նարգիզի բույրից հետո ասացիք աշխատում եք երկրորդ գրքի վրա քոր եկողոքին։ Հետո ասացիք, որ հնարավոր է ուրիշ անակնկալ ունենաք, հիմա տեսնում ենք այդ անակնկալը Խաչմերուկում։ Սպասվում է արչևում ինչ։ Ներկայացում ստենդափ, որ շրջելու է, մարզերով գուցե այլ աշխարհագրություն ունենա, եւ սպասվում է արդյոք երրորդ գիրք, թե ոչ։ Նախույ, ասում եմ ֆրանսերեն խոսում։ Նախ նպատակ կա, որ ստենդափը շրջանառվի, որովհետև ինչպես արդեն տեղեկ ես Անահիտ ջան, տոմսերը սպառվել են, մաքուր հայերենով sold out է եղել։ Հիմա արդեն երկրորդ սրահի հետ բանակցությունների մեջ ենք, որ երկրորդ ամսաթիվ վերցնենք, միայն սրահի խնդիրը չի, ամսաթիվն էլ պետք է հարմարացվի եւ այլն։ Ես անգամ դրիվ պատահական ինչ-որ զատիկի օրվա վրա եկել բոլորովին տեղյակ չէի։ Ու նույնիսկ լինելով զատիկի օրը sold out է, սա էլ է արդեն ասում իր մասին։ Երրորդ գիրքս արդեն պատրաստ է, երրորդն էլ էս իմ Հայաստան լինելու ընթացքում պետք է արդեն ներկայացվի։ Անպայման կներկայացվի։ Անպայման կներկայացվի։ Այ հետաքրքիր աշխարհագրությունից խոսեցինք, ընդհանրապես այս ստենդափը հայ հանդիսատեսի համար է նախատեսված, թե հնարավոր է թարգմանես ֆրանսերեն եւ ելույթ ունենաս նաեւ այնտեղ։ Չէ, ինքը տեղեր կա կետ-կետ, որ կոնկրետ Հայաստանին է վերաբերվում, պահեր կա, որ լրիվ հայկական առօրյայի մասին է։ Ֆրանսիայում այդ ամեն ինչը կանցնի բնականաբար, ուղղակի ուրիշ մշակույթ ասած մի քիչ հեգնական պահերն է մցրել, այդքան էլ մշակույթ չի, ուղղակի բացահայտելու համար կողքերն ինչ է կատարվում։ Տեղեր կա, որ Ֆրանսիայում բացարձակապես չի անցնի, ուղղակի չի հասկացվի։ Հա, Ֆրանսիայում տես մտադրություններ ունեմ, այսօր օրինակ իմ ստենդափի մոտ 80%-ին կպատրաստի Ֆրանսիայում անցնող ստենդափը, ինչ որ տես մտադրություն է, որ գնամ արդեն այնտեղ ֆրանսերեն ներկայացնեմ, բայց հա, հատվածներ կա, որ պիտի անպայման երկրների համար վերանայվի, ինչ որ հայ հանդիսատեսին հասկանալի է, ֆրանսիացին բոլորովին չի հասկանա, նույնը որ ես ֆրանսերեն անեմ, այնտեղ բաներ եմ ավելացնելու փոխեմ, որ այսօր հայ հանդիսատեսին այդ հատվածները չեմ ներկայացնելու։ Ինչ նպատակներ կան ներկայացման հետ կապված հաջորդիվ, իհարկե դեռ նոր է սպասվում պրեմիերան եւ Նպատակները, եթե նկատի ունես տարածվելու տեսանկյունից, բնականաբար այսօր բոլորս էլ տարածում ենք ցանկանում, ինչքան տարածվի շատ չի լինի, 1, 2, 3 հաշվելով անվերջություն չեն կարող հաշվենք, պիտի մեկ-մեկ ցածկեր գործենք։ Նպատակը տարածվելն է, որովհետև այսօր ես այդ խոսքն ու գործը կարևոր եմ համարում այն առումով, որ հասկանում եմ, որ հաղորդագրություն կա հասցնելու, անհրաժեշտություն կա այդ հաղորդագրությունը հասցնելու, ոչ միայն իմ անձնական տարածվելու խնդիրն է, կուզեի ուղղակի խոսքը տեղ հասներ, ոչ թե մարդկանց դաստիարակեր, ես էլ եմ ասում, այդ մեծամտությունը չունեմ, ինչ որ դաստիարակչական բան հասցնելու, ուղղակի մեծ այլընտրանքային միտք տեղ հասնի, որ մարդիկ մեկ այլ ընտրություն ունեն հարցի շուրջ մտածելու, հարցին մի ուրիշ տեսանկյուն զարգացնեն մոտները։ Միգուցե չընդունեն, բայց կցանկանայի մի ուրիշ տեսանկյունից էլ հարցին նայեն։ Քանի որ ապրիլի 5-ին Բոհեմում Խաչմերուկում ներկայացումը արդեն վաճառված է, ամբողջությամբ տեղերը սպառված են, վստահաբար հիմա հեռուստադիտողը կցանկանա իմանալ այն նոր է իմանում, որտեղ եւ երբ կարող է գալ նայել։ Եթե դեռ ժամկետները որոշված չեն, ինչ պետք է անեն, հետևեն ձեր էջին, գուցե Instagram-յան, Facebook-յան, որպեսզի իմանան նորությունների մասին։ Ամենահստակ տարբերակն է, դե շատ ճիշտ ես ասում, Անահիտ ջան, ես այսօր առաջին իմ կոմունիկացիան անում եմ Facebook-ով, Instagram-ով,
Հա, իմ եթե image-ին հետևեն այդ ինֆորմացիաները։ Ասատուր Հակոբյան, այսպես է ձեր էջը Instagram եւ Facebook-ում հետևեք, կիմանաք արդեն հաջորդ օրվա մասին թե երբ է նախատեսվում ստենդափը կամ գուցե որ քաղաքում է ու մարզում է նախատեսվում ստենդափը։ Ասատուր ինքդ ստենդափը գրելու ժամանակ եղել են իրավիճակներ, որոնք քեզ են փոխել ու դու նայել ես այլ կերպ արդեն։ Անեջան երևի տենց որ չկա, որ ես այլ կերպ չնայեմ կյանքին, ինչ-որ չեմ սիրում քարանալ ինչ-որ հայացքների մեջ։ Հա, գրելու ժամանակ պահեր ա լինում, որ օրինակ ասենք որ ասում է եւ այլն մանկությունից բաներ էի հիշում, իմ մտածելակերպն այսօրվա ինչ կերպ եմ հարցերն անալիզանում, այդ ամեն ինչը դրա ինչի է ծիծաղելի դառնում այդպես։ Վերջին հաշվով հասկացա, որ ես երևի փոքր ժամանակ շատ ահավոր երեխա եմ եղել, այնց ինչ-որ ծաղրող ու ինչ-որ ինքդ կովերլուծում բաներ կա, որ դու հա ինքդ սկսում ես վերլուծել, որ տեսնում ես վերջնական ես ամեն օր այդ հարցի շուրջ մտածելն ուրիշ բան է, բայց երբ որ սկսում ես կառուցել կերպարանք տալ այդ ամեն ինչին, հասկանում ես, որ մտքիդ կառույցը մի տեսակ տարբերվում է, հասկանում ես, որ առօրյայում մարդկանց հետ միշտ չի որ յանց համար հեշտ է եղել։ Եվ որպես վերջաբան մեր զրույցի ինչու պիտի գան ու կանգնեն քո խաչմերուկում։ Դες ինչ որ հատուկ նկրտումներ չունեմ, որ գան ու կանգնեն իմ խաչմերուկում, ես եմ ուղղակի իմ խաչմերուկում, թե ով կանցնի հետս կխաչվի, ուղղակի ուրախ կլինեմ, ողջ ունեմ ու անցնենք առաջ, եթե մի քիչ էլ կարողանամ ծիծաղ գողանամ այդ մարդկանցից լավ տրամադրությամբ խաչմերուկի մյուս կողմը հասնեն, կասեմ, որ նպատակս իրականացրել եմ։ Շատ լավ, ես մնում եմ միայն քեզ մաղթել լավ խցանված խաչմերուկ, թող շատ մարդիկ գան, քայլելու ու նստելու տեղ չլինի, ուղղակի տեսնեն, լսեն քո պատմությունները եւ մեծ շարունակություն ունենա ներկայացումը ու ոչ միայն մենք էլ ունենանք հնարավորություն լուսաբանելու ու խոսելու այդ իրադարձության մասին։ Անչափ ուրախ ու հպարտ կլինեմ։ Շնորհակալ ենք։ Ես եմ Մաղթում ենք հաջողություն, գրչիթել ուշ, որպեսզի ավելի հետաքրքիր ու գեղեցիկ իհարկե ստեղծագործություններ ծնվեն։ Շատ հետաքրքիր բան կարդացի այստեղ, դժոխքն այնտեղ է, որտեղ դու չկաս։ Այդ իմաստն է, չէ՞ վրեժ ջան։ Քո կողմից։ Չէ, ես կասեմ դժոխքն այնտեղ է, որտեղ հումոր չկա։ Հետաքրքիր մոտեցում, դժոխքն այնտեղ է, որտեղ հումոր չկա, իսկ հումոր կա վստահաբար Բոհեմ թատրոնում ապրիլի 5-ին, ժամը 14:00-ին Խաչմերուկում Ասատուր Հակոբյանի նոր ստենդափ ներկայացումը, փնտրեք նաև նրա էջերում հաջորդիվ նորությունները, իմացեք ու գնացեք, լսեք, վայելեք։ Մեր հյուրն էր Ասատուր Հակոբյանը, գրող, ստենդափեր ու միշտ պրպտող ու նորություններով Դեռ կտեսնենք։ Մտածող։ Պրեսաբնակ մեր լավ ընկեր է, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք, լավ որ ձեզ։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտող, լավ եղեք, գտեք ձեր օրը լցրեք ինչ որ մի կարևոր ներկայացման միջոցառմամբ կամ գնացեք տուն ընդամենը թեյեք ընտանիքի հետ, միգուցե դա եւս կարևոր մի էլեմենտ է, որ ձեր օրը կլցնի ինչ որ մի կարևոր կետով։ Շնորհակալություն, որ կանգ էիք առել օրդ բարի Խաչմերուկում, ձեզ հետ Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան եւ մի խումբ Կիրակոսյաններ կադրեց այն կողմ։ Մնացեք։ Հաջորդ աշխատանքային առավոտ։